Լորիբերդ համայնքի Կողես բնակավայրում երրորդ քարի հանքն են ուզում բացել։ Նախաձեռնողը Գրանարմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է, որը ցանկանում է 4.5 հեկտար տարածքում արդյունահանել գրանոց ենիթներ։ Մարտի 3-ին Կողեսի վարչական շենքում կայացավ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին լսումը։ Երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվելու են օրատման աշխատանքների միջոցով, այսինքն այս փուլում տարածքում լինելու են մենակ հորատահրապարակներ, մեքենան հորատող ստանոկը գալու է կանգնի, ծակի, խորքից հանի քարը, ինքը գրանիտ տեսակի, գրանիտի մի փոքր այլ տեսակի քար ենք ուսումնասիրելու, որպեսզի գտնենք, ծակելու ենք քարը հանանք այդտեղ խորքից, ստանանք լաբորատորիա, հասկանանք որակական հատկանիշները, հաշվարկենք պաշարները, թե ինչ խորության վրա կա, ինչքան կա պաշարները հաշվարկվի եւ ներկայացվի լիազոր մարմնի հաստատմանը մեր ներկայացրած քանակներով։ Կողեսցիներին հուզող գլխավոր հարցն այն է, թե հանքի շահագործումն ինչ ռիսկեր է ենթադրում։ Բնականաբար ցանկացած ընդերկօգտագործման գործողություն իրանից բնապահպանական որոշակի ռիսկեր ներկայացնում է, որի համար նախատեսված է միջոցառումներ։ Պրոստը այս պահին, քանի որ երկրաբանահետախուզական փուլը արդյունահանման աշխատանքներ չեն լինելու, մենք ինքներս չգիտենք այնտեղ ինչ կա։ Դրա համար տենց ինչ էլ որ ասեմ, զուտ ասելու եմ տենց։ Գրանարմ ընկերության ներկայացուցչի խոսքով գյուղում սոցիալական ծրագրեր իրականացնելու փաթեթ ունեն, սակայն այս ու ներկաներին հուզող մեկ այլ աշխատատեղերի վերաբերյալ հարցերի մասին կխոսեն արդյունահանման թույլտվությունն ստանալուց հետո միայն։ Պահին կունենանք մեր ունեցած պաշարների քանակը, մենք կհասկանանք արդեն թե մեր ինչ ունենք այդտեղ անելու, թե մեր օգուտը այդտեղ որն է, եւ ըստ ունեցած պաշարների քանակի արդեն համայնքին կներկայացնենք բավականին լուրջ սոցիալական փաթեթ, որը համայնքի կողմից համաձայնեցնելու դեպքում կամրագրվի ինտերկօգտագործման պայմանագրով։ Սակայն այդպես էլ չհստակեցվեց, թե Գրանարմ ընկերությունը արդյունահանման թույլտվություն ստանալու դեպքում ինչ սոցիալական ծրագրեր է իրականացնելու գյուղում, կամ որքան գումար է վճարելու համայնքի բյուջե սոցիալական ծրագրեր իրականացնելու համար։ Արդյոք գյուղացիները կկարողանան աշխատել հանքում, թե ոչ, կամ քանի աշխատատեղ կստեղծվի, որն է գյուղի շահը։ Ըստ Կողեսի վարչական ղեկավարի ընկերության կողմից վարձակալվող հողերից ստացված եկամուտը կուղղեն գյուղում զարգացման ծրագրեր իրականացնելուն։ Ենթադրվում է, եթե հիմա մի քիչ մոտավոր թվեր պետք է ասեմ, բայց 1 միլիոն դրամին նոր հողի վարձավճարի մասին է հավելյալ, այսինքն համայնքը հավելյալ այդքան հարկ կգեներացնի, ինչը կառավարության սուբվենցիոն ծրագրերի գոյության դեպքում արդեն ինքը մի բան էլ 50%-ով ավելանում է ու կարող ենք դրա արդեն արտացոլումը գյուղի ենթակառուցվածքների զարգացմամբ ենք տեսնում։ Հայցվող տարածքը գտնվում է գյուղի բնակելի տարածքից մոտավորապես 1.4 կիլոմետր հեռավորության վրա արդեն շահագործվող մյուս երկու հանքավայրերի հարևանությամբ։ Իսկ որքանով է ազդում գործող երկու քարի հանքերից առաջացող փոշին գյուղատնտեսական հողերի վրա, Կողեսի վարչական ղեկավարը դժվարացավ պատասխանել։ Լիազոր մարմինը ուսումնասիրություններ ինձ թվում է անում է իհարկե, որտեղ դեռ չի արձանագրվել մեր լիազորություններից դուրս է իհարկե այդ ուսումնասիրությունները, ես ընդհանրապես կարող եմ ոչ մասնագիտական կարծիք հայտնել, որ չենք զգացել դրա գոյությունը, այսինքն մինչև շահագործելու ընթացքում ոչ ինչ-որ ավելացում չի նկատվել։ Խնդրի վերաբերյալ որևէ ասելիք չունեին նաև գյուղի բնակիչները, ասացին գյուղում փոշի չեն տեսել։ Տեսանելի չի ամեն դեպքում, հնարավոր է, բայց տեսանելի թե որ ասես փոշի ալնեմ, թե մենք չենք տեսել։ Չգիտենք դեռ դելա կտենանք։ Հանրային լսման հաջորդ փուլը տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության փորձագետի մասնակցությամբ, եթե Լորիբերդի ավագանին համաձայնություն տա նախատեսվող գործունեությանը, 30 աշխատանքային օրվա ընթացքում ավագանին նիստ կգումարի վերոնշյալ հարցին համաձայնություն կամ անհամաձայնություն տալու համար։ Նշենք, որ ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում առկա տվյալների Գրանարմ ընկերության իրական շահառուն Դավիթ Ազատյանն է, որը հանդիսանում է նաև Տուֆարտ ընկերության 100% բաժնետերը։ Տուֆարտ ընկերությունը ստացել է նաև Կոտայքի մարզի Մայակովսկու տուֆերի հանքավայրի Տուֆարտ տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու թույլտվություն։
Դավիթ Ազատյանը 20% բաժնեմաս ունի նաև Arc Construction ընկերությունում, որը արդյունահանման թույլտվություն ունի Արամուսի բազալտների հանքավայրում։ Նշված բնակավայրում ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ տեղեկություն հիշատակված չէ տվյալների բաց տիրույթում։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Կողես բնակավայրից։